Переулком бродит лето, солнце льется прямо с крыш. Потоки солнечного света, у киоска ты стоишь. Блестят обложками журналы, на них с восторгом смотришь ты. Ты в журналах увидала королеву красоты. Ողջույն աթիրի եթերում երազանքի բեմ նախագիծն է և մենք սկսում ենք 13-րդ փուլը։ Երազանքի բեմ նախագծի գլխավոր հովանավորն է Իջևանի գինու կոնյակի գործարանը, որը հայտնի է իր բարձրորակ գինիներով, զանազան պահածոներով և բնական հյութերով։ Գործարանը համադրում է ավանդույթն ու նորարարությունը, օգտագործելով Տավուշի մարզի բերքարատ բնության պարգևները։ Այսօր Իջևանը հանդիսանում է Հայաստանի առաջատար արտադրողներից մեկը, իր արտադրանքը ներկայացնելով տեղական և միջազգային շուկաներում։ Իջևանի գինու կոնյակի գործարանը հպարտությամբ կանգնած է երազանքի բեմ նախագծի կողքին։ 5 մասնակից և ընդամենը 1 քայլ, որպեսզի նրանցից 4-ը հայտնվի կիսաեզրափակչում։ Ինչպես արդեն նկատեցիք, հաղորդման մեկնարկը բաբաջանյանական էր։ Այո, Բաբաջանյանի երաժշտությունը ոչ միայն հիացնում է իր վարպետությամբ, այլև դառնում է կամուրջ սերունդների միջև։ Այսօր երազանքի բեմը գլուխ է խոնարհում այդ մեծ ժառանգության առջև և մեր մասնակիցները հնարավորություն կունենան իրենց յուրահատուկ մեկնաբանություններով նոր շունչ հաղորդել սիրելի կոմպոզիտորի ստեղծագործություններին։ Ուզում եմ հատուկ շեշտել, այսօր չի լինելու որևէ բեմադրություն, մասնակիցները չեն ունենալու որևէ օգնական բեմում, լինելու են միայնակ իրենց երազանքի բեմում։ Սիրով ու մեծագույն պատասխանատվությամբ ներկայացնեմ մեր հարգարժան ժյուրիին։ Այսօր հյուր ժյուրի կարգավիճակում է սիրված երգչուհի, որի անկրկնելի ձայնն ու արտիստիզմը նվաճել են հազարավոր հանդիսատեսների սրտեր, նրա պրոֆեսիոնալ փորձը և երաժշտական ճաշակը յուրահատուկ արժեք են մեր նախագծի համար։ Երգչուհի Ինգա Արշակյան։ Սիրված ու յուրահատուկ երգչուհի, ով երբեք տարիներ շարունակ չկորցրեց իր ուրույն ոճն ու ձեռագիրը։ Բոլորի կողմից սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյան։ Կոմպոզիտոր և երաժշտական արվեստի մեծագույն գործիչ, նրա ստեղծագործական աշխարհը և տարիների փորձը անփոխարինելի են։ Նրա մասնագիտական հայացքը շատերին է ուղղորդել դեպի արվեստի բարձր չափանիշներ։ Նա մեր կողքին է միշտ։ Արա Գևորգյան։ Նա իր զգացողություններով ու բեմական փորձով կարևոր դեր ունի մասնակիցների ամբողջական կերպարները տեսնելու համար։ Նա միշտ մեր կողքին է վաստակաշատ արտիստուհի Մարգարիտ Խաչատրյան։ Մինչ բաբաջանյանական մեկնարկը կցանկանայի լսել մեր հյուր ժյուրիի կարծիքը որպես առաջին անգամ երազանքի բեմում մասնակից լինելու հյուրի կարգավիճակում։ Հասմիկ Կարապետյան։ Պատիվ ունեմ ներկա լինելու թե որպես հյուր, թե որպես ժյուրիի անդամ։ Կփորձեմ այնքան դրական էներգիա տալ այսօր այս բալիկներին, որոնք որ թևեր առնեն եւ իրոք երազանքի բեմում իրենք իրենց զգան իրենց երազանքի գրկում։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար, կփորձեմ հնարավորինս ձեր կողքին լինել։ Անչափ շնորհակալ եմ։ Ինգա Արշակյան։ Շատ կարևորում եմ յուրաքանչյուր երեխայի համար այն նման մրցույթները, որոնք ոգևորում են եւ հանդիսանում են նպատակ աճելու, սովորելու եւ գնալ առաջ։ Ոչ ինքնանպատակ, բայց երազանքին հասնելու մեկ եւս փուլ։ Կանաչ ճանապարհ եւ ամենայն բարիք շնորհակալություն այս պատվի համար, որ այսօր այստեղ եմ գտնվում։ Շնորհակալ եմ։ Մենք ենք շնորհակալ։ Արա Գևորգյան։ Ակնկալիքներս նույնն են, որովհետև մնացել է արդեն դժվար ընտրություն, բոլորը լավն են, բոլորը գերազանց են, շնորհակալություն, որ մենք այստեղ ենք։ Շնորհակալություն, մայստրո։
Մարգարիտ Խաչատրյան, Արդեն մտնոլորտը այնքան լավն է։ Ես կարոտում եմ ու եկել եմ վայելելու։ շնորհակալություն։ Պրոֆեսիոնալ ժյուրին պատրաստ է, հանդիսատեսը նույնպես վստահ եմ հեռուստադիտողներ։ Դե ինչ, սկսենք։ Մեր առաջին մասնակիցը Անահիտ Գալստյանն է, Մայրաքաղաքից։ Այսօր կպատմի իր հոգու մեղեդու մասին։ Վերադարձրեք ինձ մեղեդին։ Բաբաջանյան։ Ես Անահիտ Գալստյանն եմ, մասնակցում եմ երազանքի բեմ նախագծին, որպեսզի մեծ փորձ ձեռք բերեմ եւ ծածանեմ հայկական դրոշը միջազգային մեծ բեմերում։ След за мной на водных лыжах ты летишь, за спиной растаял след от водных лыж. Ты услышь их музыку, услышь, как от волшебного смычка такая музыка. Уведу тебя от дома, уведу у всех знакомых, уведу на радость и беду. Одной натянутой струной мы связаны с тобой. Ты сквозь года никогда не возвращу я никогда, никогда не запоет уже вода без следа, все смыло без следа. Ложь не нужна, ей грош цена, струна оборвана. Ты сквозь года летишь со мной, как будто ангел загорелый за спиной. Верни мне музыку, без музыки тоска. Мы расстались, но осталась наша музыка. Ты сквозь года летишь со мной, как будто ангел загорелый за спиной. Верни мне музыку, без музыки тоска. Мы расстались, но осталась наша музыка. Անահիտ Գալստյան, Մայրաքաղաք Երևան։ Քնարական ելևեջները կային եւ հայկական այս հզոր երգերին մոտենալը իմ կարծիքով շատ ճիշտ է, բայց շատ բարդ։ Բաբաջանյանի համար մի տեսակ ուրիշ ոգի է պետք։ Բաբաջանյանական այդ մի քիչ եւ հայկական եւ սովետական շունչը ըստ
իրեն այդքան համահունչ չէր։ Այսինքն ես վստահ եմ, որ ինքը եթե կատարի որևիցե անգլերեն լեզվով միջազգային հիթ, շատ ավելի ակնհայտ կտեսնենք եւ կընկերենք իր պոտենցիալը։ Այն որ հզոր ձայն ունես այդքան փոքրիկ մարմնում եւ տարիքիցդ ավելի հասուն ես երգում, դա շատ կարևորում եմ ես, եւ վոկալային պատրաստվածությունը, եւ երգին լուրջ վերաբերմունքը, եւ դարաշրջանը, չէ որ դա ամեն դեպքում 21-րդ դարի երգ չէ, եւ շունչը պետք է զգալ, շատ կարևոր է դա։ Դու կարողացար այդ ամենը փոխանցել։ Մաքուր երգեցիր, բայց այս երգը ավելի քնքշություն է պահանջում, ճիշտ է։ Այնպես որ եւ մեկ էլ միկրոֆոնի հետ աշխատելը, որպեսզի այդ բարձր նոտաների վրա դու կարողանաս կառավարես միկրոֆոնը։ Մեր հաջորդ մասնակիցը Հադրութից է։ Կներկայացնի ճակատագիրը։ Արման Հայրյան։ Ես Արման Հայրյանն եմ։ Մասնակցում եմ երազանքի բեմ նախագծին, որովհետև այս բեմը հիմա իմ երազանքն է։ Իմ Արցախի ձայնն է։ Եղահանված, բայց չլռած։ Снега растаяли, весна права. Я теперь все стерплю. Опять по-новому звучат слова. Я тебя люблю. Солнце и береза без ветвей, но ты без меня, очаг без огня. Моя судьба, ты судьба, и я без милости и щедрости твоей, как тебе солнце и береза без ветвей, но ты без меня. Солнышком в твое окно 100 веков жить вельку. Не от судьбы своей бежать смешно. Я тебя люблю, люблю. Ты судьба, и я без милости и щедрости твоей. Солнце и береза без ветвей, но ты без меня, очаг без огня. Моя судьба, ты судьба. Как тебе солнце и береза без ветвей, но ты без меня, очаг без огня. Моя судьба, моя судьба, судьба. Արման Հայրյան, Հադրութ։ Լսենք հարգարժան ժյուրի կարծիքը, Ինգա Արշակյան։ Շնորհակալ եմ չափազանց գեղեցիկ կատարման համար։ Արդեն կարծում եմ, որ այստեղ բոլորը տաղանդավոր երեխաներ են։ Բայց եկեք մրցույթին չվերաբերվենք որպես մրցավազք, որովհետև յուրաքանչյուրը իր գունեղությունը ունի։ Ամենակարևորը առհասարակ երգեցողության մեջ, արվեստում, թատրոնում մարդուն լցնել էմոցիայով։
լույսով, սիրով, խաղաղությամբ, հուզմունքով, միգուցե եւ բարկությամբ կապ չունի, ինչ որ մի բան դու պետք է հաղորդես։ Հիմա ուզում եմ ասել, որ դու ինձ հուզեցիր շատ։ Այդ հուզմունքը այնքան շատ է եւ մեր փորձառությունը երազանքի բեմին եւ ընդհանրապես անցնելիք ճանապարհին այնքան հույզեր են փոխանցել հատկապես սիրելիս դու եւ բոլոր երեխաները շնորհակալություն ձեզ որովհետեւ եթե ներսդ լիքը չլինի հնարավոր չէ նույնիսկ մոտենալ Բաբաջանյանին Շնորհակալություն Արա Գևորգյան Արմանին արդեն վաղուց արդեն ճանաչում ենք, լսել ենք եւ իր երգը կարեւոր է նաեւ որ ինքը հասկանում է ինչի մասին է երգում դա շատ կարեւոր է փոխանցելը դե ձայնը ժամանակի ընթացքում փոխվելու է մուտացիայի ենթարկվելու դրա համար այդ մի քիչ ինձ համար ձայներ կա որ ավելի շատ գոռոցիանման քան թե ձայնի դա կշտկվի դա իրանից կախված չէ այդքան Եվ կարծում եմ ամեն ինչ շատ ավելի լավ է լինելու եւ մենք Արմանին տեսնելու ենք մեծ բեմարտակների վրա։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն Հասմիկ Կարապետյան Դու հրաշք ես։ Իրոք դու հրաշք ես, ես ափսոսում եմ, որ նախորդ ելույթներիդ այստեղ չեմ եղել եւ չեմ ունկնդրել քեզ։ Միանշանակ արդեն զգալի է, որ բոլորիս էլ հուզել ես քո երգեցողությամբ եւ ամենակարևորը միայն չէր երգում, փորձում էիր փոխանցել այն էմոցիաները, որոնք վստահ եմ քո ներսում զգում ես եւ կատարվում է։ Շատ մաքուր ես երգում։ Այսինքն երգեցողությունը շատ մաքուր է, ինչը կարևոր է յուրաքանչյուր վոկալիստի կամ երգչի համար եւ ամենակարևորը դու ունես շատ լուսավոր խարիզմա, որը ես չէի կարող չնկատել։ Աստված քեզ օրհնի եւ ուղղորդի քեզ քո բեմական ճանապարհի։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն Արման ջան ճակատագրի բերումով հիմա պիտի գնաս ընկերներիդ հասնես Ապրես, հրաշք։ Շնորհակալ եմ։ Երազանքի բեմ նախագիծը շարունակում է ATV եթերում եւ միասին տեղափոխվում ենք Վայոց ձոր, Գյուղ Խաչիկ։ Մարգարիտ Աուհանյանն է բեմում, հեյ աստղեր, աստղեր։ Ես Մարգարիտ Աուհանյանն եմ։ Ես մասնակցում եմ երազանքի բեմ նախագծին, քանի որ ցանկանում եմ մարդիկ լսեն իմ ձայնը։ Հուսով եմ, որ իմ խարիզմայով կգրավեմ բոլորի սրտերը։ Աստղեր, աստղեր, երկնքի աչեր, որ այդպես վարվար, ժպտում եք պայծառ, ժպտում եք դուք, երբ ես դերմանում, Թրվերում էի ու ծապ չունեի աշխուժում կայտա Սենաման պայծար Թրվերում էի ու ծապ չունեի Ժպտում եք այսօր երկու փուրանձոր կորած վշտերի կսկիցն եմ լալիս Ժպտում եք դուք երբ ես դերմանում Թրվերում
Մարգարիտ Օհանյան, Վայոց Ձոր, Գյուղ-Խաչիկ։ Մարգարիտա ջան, ես ինչ էներգիա փոխանցեցիր, տեսնենք էներգիան հասավ մեր հարգարժան ժյուրին։ Հասմիկ Կարապետյան, Մարգարիտայի ունակությունները եւ էներգետիկան բեմում եւ իր տվյալները շատ ավելի են ներսում, բայց ցավոք սրտի երկի դեմ ոչինչ չեմ ուզում ասել, բայց կոնկրետ այս երգը մի քիչ սահմանափակում էր, որպեսզի մենք ավելի լավ տեսնենք եւ ես Մարգարիտային ասեմ, ունես շատ արտիստիկ էներգետիկա, շատ ճիշտ կարողանում ես բեմում քեզ դրսևորել, այդ ժպիտը քեզ շատ է սազում, իրոք, այսպես բարակից ժպիտ ունես բեմում, շնորհակալ ենք այդ ժպիտի համար, ես ուղղակի քեզ կմաղթեմ կանաչ ճանապարհ եւ երազանքներիդ հասնելու համար եւ խորհուրդ կտամ ավելի շատ ուսումնասիրես Քրիստինա Ագիլերայի երգացանկը, որտեղ քեզ շատ կսազեն այդ կարգի երգեր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն շատ։ շնորհակալություն Ինգա Արշակյան։ Լույս ես ճառագում։ Այն ինչ հարկավոր է յուրաքանչյուր արտիստին։ Լուսավորել շուրջդ։ Մեծ առաքելությունդ այսինքն կատարված է։ Բնականաբար գաղտնիք չէ, արդեն բոլորիս հայտնի է, որ ճկուն կոկորդ ունես եւ ձայնային տվյալներ ունես անշուշտ, բայց երգը քոնը չի։ Այսինքն այն քեզ սահմանափակում է, դա պարզ երևում է, որովհետև եթե մենք ունենք Բաբաջանյանի երեկո, մի քիչ Բաբաջանյանի երգացանկի ստեղծագործությունից դուրս էր այդ ամենը, դա վատ չի։ Դա բոլորովին վատ չի, դա խոսում է նրա մասին, որ դու փորձում ես ստեղծագործությունը քոնը դարձնել, այսինքն քո ոճը ներմուծում ես, իսկ դա շատ անհրաժեշտ է յուրաքանչյուր արտիստի համար, այնպես որ կարծում եմ, որ երգը ստացվել է, ապրես, շնորհավորում եմ քեզ եւ կանաչ ճանապարհ։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան։ Իր էներգետիկան ու այդ իր բարի, այդ իր ժպիտը փոխանցվեց մեզ, պարզապես էլի կկրկնեմ իմ հարգարժան գոլեգաների խոսքը, որ երգը ոնց որ չթողեր, որ Մարգարիտան ավելի բաներ ցուցադրի, դրա համար իր համար պետք է ընտրել այնպիսի երգեր, որ իր կոկորցի տեխնիկան եւ իր ձայնը եւ իր այդ բեմական շարժումները, շարժու ձևը ամեն ինչ լինի համահունչ երգի հետ։ Ամեն դեպքում շատ ապրես, շատ լավն ես։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն Մարգարիտ Խաչատրյան։ Հիմա այնքան հասունացան երեխեքը Էնել Բաբաջանյանն են ներկայացնում եւ իրենք կարողանում են լցնել երազանքի բեմը ու այդ ամբողջ աստղափայլը մեր վրա է ուղված, գիտեք, հազիվ ենք դիմանում, կեցեք։ Շնորհակալություն շատ։ HTV եթերում շարունակում է երազանքի բեմ նախագիծը եւ մենք տեղափոխվում ենք Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, իսկ մասնակիցն է Անգելինա Ղանդիլյանը, կխոսի սիրո կամուրջների մասին։ Ես Անգելինա Ղանդիլյանն եմ։ Երազանքի բեմ նախագծին մասնակցում եմ, որպեսզի պատմեմ իմ զգացմունքների մասին։ Դիպչեմ ձեր հոգիներին ու սաուն քայլերով գնամ դեպի երազանք տանող ուղի։ Գիշերը մութ է եւ անհուն է, գիշերը ցուրտ ու անձրևոտ, կանեց մեկ իր ջանկությունը, քո դեմ բացվող կամուրջի մոտ, սիրո ճամփին այդ կամուրջները, պատնեշի պես են բարձրանում, ինչու եք բաժանում, բայց կժպտաշ ու դով լուսայգը, կանցնի կեզ չեն այս ամպոտ, անմար պահիր հույսիտ կրակը, քո դեմ բացվող կամուրջի մոտ, քեզ կփարվի բախտի տանուրջը, նրա ճամփին միշտ կաղետ և շատ անգամ թողած կամուրջը մարդիկ անույս դառնում են ետ սիրո ճամփին այդ կամուրջները պատնեշի պես
Անգելինա Ղանդիլյան, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի։ Բրավո։ Տեսնենք սիրո կամուրջ ձևավորվեց Անգելինա ջան։ Արա Գևորգյան։ Ես կասեմ, որ մեր արչև երգում էր պատրաստի, արդեն պրոֆեսիոնալ բեմահարթակին արժանի երգչուհի։ Բրավո, բրավո, ապրես։ Շնորհակալություն, Մարգարիտ Խաչատրյան։ Եթե ներսը լիքն է տեսեք, արդյունքը տեսեք, արտիստիզմը եւ ներքին այնքան հնարավոր եւ այնքան մատչելի բոլորի հոգիները այսպես գուրգուրեց եւ ասեց, այո, կամուրջներ կան եւ երազանքի բեմը այսօր շատ ուրախ է, որ դու մեզ հետ ես։ Կեցե, սիրում եմ։ Շնորհակալություն, Հասմիկ Կարապետյան։ Անգելինա ջան, ես այնքան հուզված եմ իրականում մտքերս այսպես փորձեմ հավաքել անսպասելի լավ փայլուն ելույթ ինձ համար քո անունը շատ համապատասխանում է քո ներաշխարհին դու Անգելինա ես դու հրեշտակ ես իրականում դա ակնհայտ է շատ ճիշտ անուն են քեզ համար մտածել քո ծնողները ես հիացած եմ որովհետև ոնց կարող էր այս փոքրիկ հրեշտակի մեջ լինել եւ արտիստիզմ եւ վոկալային հիանալի տվյալներ եւ մատուցելու շատ արհեստավարժ ձև այդ հուզմունքը ես անընդհատ փշաքաղվել եմ քո ելույթի ժամանակ եւ ես շնորհակալ եմ քեզ այս ելույթի համար կեցես հասնես երազանքներիդ Շնորհակալություն, Ինգա Արշակյան։ Այնքան հմայիչ ես, այնքան գեղեցիկ եւ համեստ։ Բացի այդ, շատ տաղանդավոր ես եւ ճախրեցիր։ Քո ձայնով եւ հոգով ճախրեցիր եւ քո թևերի վրա մեզ տարար կամուրջից այն կողմ։ Շնորհակալ եմ այս մի քանի րոպեների համար, որ պարգևեցիր մեզ բոլորիս։ Գերազանց ապրես։ Շատ շնորհակալություն։ Մենք տեղափոխվում ենք Գեղարքունիքի մարզ, գյուղ Սարուխան, իսկ մասնակիցը շատ շնորհակալ տղա է, Բլագադարյու։ Ալեն Գոքոյանն է բեմում։ Ես Ալեն Գոքոյանն եմ։ Մասնակցում եմ երազանքի բեմ նախագծին, որովհետև սա մեծ հնարավորություն է ներկայանալ որպես արտիստ եւ մի քայլով մոտենալ մեծ երազանքի։ Благодарю тебя за песенность города и откровенного и тайного. Благодарю тебя, что всем было холодно, а ты оттаяла. За шепот и за крик, за вечность и за миг, за отгоревшую зарю, за смех и за печаль, за тихое прощай, за все тебя благодарю. За смех и за печаль, за тихое прощай, за все тебя благодарю. Благодарю тебя за то, что по судьбе прошла, за то, что для другого сбудешься. Благодарю тебя за то, что со мной была, и еще за то, что не забудешься. За шепот и за крик, за вечность и за миг, за отгоревшую зарю, за смех и за печаль, за тихое прощай, за все тебя благодарю, за все. За смех и за печаль, за тихое прощай, за все тебя благодарю, за все, за все, за все. Благодарю тебя.
Ալեն Գոքոյան, Ջուխ Սարուխան, Մարս Գեղարքունիկ։ Շնորհակալ եմ, Բլագադարյու Ալեն ջան։ Շնորհակալություն հայտնենք նաև հարգարժան ժյուրիին եւ լսենք նրանց կարծիքը։ Մարգարիտ Խաչատրյան։ За всё тебя благодарю։ Հա, ինչքան ուզում ես բարձր տոները վերսու կոմոդ ստացվում է, բայց նաև արդարացվեց, որովհետև այդպես իսկապես այդպես հնարավոր է շնորհակալություն հայտնել ամեն ինչի համար, ել չեմ ասում այն շնորհի համար, որ Աստված տվել է քեզ իմ գանգրահեր տղա։ Սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Արա Գևորգյան։ Շատ դժվար է մեզ գնահատել, բոլորը փայլում են, ամեն մեկը մի ժանրի մեջ մի բարձր, ամենաբարձր նիշն է ստացել։ Հիմա շատ դժվար են, մեր գործը շատ դժվար է լինելու։ Ալենը հրաշալի երգում է, ինքը գիտի ինչի մասին է երգում, զգալով այդ ամբողջ էմոցիաները կարողանում է փոխանցել։ Ապրես տղաս։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Ինգա Արշակյան։ Այնքան հաճելիորեն զարմացած եմ, հոգիս խնդում է, իսկապես բոլորդ շատ տաղանդավոր եք, Ալեն ջան, հրաշալի ձայն ունես, սոխակի պես։ Կարծում եմ առաջինը չեմ, որ ես ասել եմ քեզ դրա մասին, տիրապետում ես վոկալիդ, հրաշալի ելույթ էր, շնորհակալություն քեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Հասմիկ Կարպետյան։ Ալեն, դու շատ խարիզմատիկ երիտասարդ ես։ Ասեմ աղջիկները քեզ հետագայում շատ են սիրահետրելու, եւ որ հասնես քո երազանքներին եւ բեմում լինես, այդ քո խուճուճիկները, այդ անուսիկ զեյթուն աչուկները, այնքան լավն են, չես պատկերացնի, շատ բարձր տվյալներ ունես, կլսենք քեզ հետագայում, կեցես, ապրես շատ։ Շնորհակալ եմ։ Հաղորդման այս հատվածում մենք անդրադառնում ենք այն երեխաներին, ովքեր ունեն առողջական խնդիրներ, բայց ունեն տաղանդ եւ ներկայանում են իրենց ուժով ու մոտիվացնում բոլորիս։ Դիտենք Մերի պատմությունը։ Սա քայլքի իմիտացիայի անում, ինքը ոնց որ իր ուղեղը հասնում է, որ ոնց պետքա քայլի։ Ցամսեկանում չեր նստում, անհանգստացանք, առանք բժշկի ախտորոշեցին մանկական ուղեղային կաթված։ Դրանից հետո տարբեր կենտրոններ են գնացել, ռեաբիլիտացիա, 2 հատ վիրահատություն ատարել մերին, մեկը Հայաստանում, մեկը արտերկրում։ Դե ինձ թվում է, որ այդքան բանը չանենք, այս սրան էլ չէինք հասնել, ինք ավելի վատ վիճակում կլիներ։ Դժվարություններ շատ ենք ունեցել։ Երբեք չեմ կոտրվել, միշտ առաջ եմ գնացել, ոչ մի անգամ հույսս չեմ կորցրել։ Շատ եմ ամեն ինչ անում, որ գոնե կարողանամ թեկուզ ինչ-որ փայտով կամ ինչ-որ բանով կարողանամ քայլել։ Ու ես ամեն ինչ դրա համար կանեմ։ Բոլորի մասին մտածում է բացի իրանից, բոլորին լավ լինի, հանկարծ անգամ իր ուսուցչուհին հանկարծ հիվանդ չլինի, ինքը անընդհատ բոլորի մասին մտածում է։ Կարա իր նեղություն տա, բայց որ իր սիրելի մարդկանց համար լավ լինի։ Մախմուր աղջիկ։ Փոքրուց երգում էր, զգում ենք, որ ձայն ունի։ Ինչ երգ միացում ենք, ինքը երգում էր հետը։ Աչքերը։ Մենք ամենամյա փառատոն ունենք, մասնակցում է դեկտեմբերի 3-ին նորից պետքա երգի ջազ նվագախմբի հետ։ Իմ վոկալի ուսուցչուհի Նաիրա Սարգսյանի միջոցով ես վստահություն ձեռք բերեցի ու ես դրա համար շատ շնորհակալ եմ։ Ինչ արես։ Այն երեխաները, որ ունեն իմ հիվանդությունը, ես խորհուրդ կտամ, որ երբեք չկոտրվեն։ Մերի ջան, ուզում եմ իմանաս, որ մենք պապայի հետ քեզ շատ ենք սիրում ու ամեն ինչ կանենք քո համար, որ դու քեզ լավ զգաս, առողջ լինես։ Իմացի, որ առանց քեզ մենք կյանք չունենք։ Այդքան չեմ կարել ասել։ Մամ ջան, պապ ջան, ես ձեզ շատ եմ սիրում։ Ես միշտ ձեր կողքին եմ։ Ու շատ շնորհակալ եմ, որ դուք էլ իմ կողքին եք։ Ես ձեզ երբեք մենակ չեմ թողնի։ Աչքերը նուշում արե
երեք օրվա լուսնի նման հունքերը կերու կամարե նու բարի բոյը չինարե աչկերը նու շուղում արե երեք օրվա լուսնի նման հունքերը կերու կամարե երեք օրվա լուսնի նման հունքերը կերու կամարե նու բարգերթամ օրոր շորոր նու բարիան կայնե մոլոր աղկը քաշե գիշեր ու զոր կպտտի գյուղը մոլոր նու բարի բոյը չինարե աչկերը նու շուղում արե երեք օրվա լուսնի նման հունքերը կերու կամարե երեք օրվա լուսնի նման հունքերը կերու կամարե Nobody boya chinare aşkera nu şuğumare yere korva lusinaman hunkere geru gamare yere korva lusinaman hunkere geru gamare yere korva luzni naman hunkere geru kamare Բրավո։ Ասեմ, որ մերին լարված էր, հուզված էր եւ այդ հուզմունքը բնականաբար տեղին էր, բայց շատ լավ կատարեցիր։ Շնորհակալություն քեզ։ Այո, Արի լսենք հարգարժան ժյուրի կարծիքը, համաձայն ես։ Համաձայն եմ։ Գնացինք Մարգարիտ Խաչատրյան։ հայլուն կատարում եւ այո, երազանքի բեմին բոլոր տաղանդավոր երեխաների կողքին իր հավասար բացառիկ տեղ ունի այս գեղեցկուին, որ այնքան անուշ երկեց, այնքան լավ ձայն ունես, սրտիս խորքը գնաց, էմոցիաներս վերականգնվեց, ուզում եմ էլի սիրեմ ու սիրահարվեմ, քո շնորհիվ գիտես, կեցես, սիրում եմ։ Մերսի շատ։ Արա Գևորգյան։ Բոլոր էմոցիաները խառնվեցին իրար, ուրախության, տխրության, չգիտեմ ինչքան մեջս բան կար, խառնվեց իրար, որովհետև քո երգը ինձ տարավ մի այլ աշխարհ եւ այդ աշխարհում ես ընկա այդ երազանքների մեջ եւ Աստված տա որ դու մեր կողքին քեզ զգաս լիովին ամենաբարձր բեմի վրա ես հիմա գտնվում երազանքի բեմի վրա եւ քո բոլոր նպատակները Աստված օգնական որ կատարվեն քո երազանքները իրականություն դառնան Աստված պահապան քեզ Աստված օգնական Շատ Շնորհակալություն Ինգա Արշակյան։ Մերի ջան, այնքան գեղեցիկ ես, այնքան զուլալ եւ գեղեցիկ կատարեցիր երգդ։ Շնորհակալություն այդ պահերի համար եւ գիտես են, ինչպես ասում են, երջանկությունը բաղկացած է վարքյաններից, եվրոպեներից։ Դու մեզ այդ երջանկության պահերը ապարգևեցիր։ Շնորհակալություն քեզ։ Շնորհակալություն անչափ Հասմիկ Կարապետյան։ Մերի ջան, երբ այսպես առաջին վարքյաններից լսեցի քո ձայնը, հոգիս տակնու վրա եղավ անկեղծ եթե լինեմ, արցունքներս, ուրախությունս եւ հպարտությունս խառնվեցին իրար, որովհետեւ ես զգացի, թե ինչքան ուժեղ աղջիկ ես դու։
քո ձայնից, քո կատարումից ես զգացի, թե ինչքան հզոր ուժ կա քո մեջ եւ ինչքան Աստված քեզ շնորհել է այդ գեղեցիկ խարիզմայով եւ աուրայով զուլալ ես դու պարզապես ես խոսքերով չեմ կարող հիմա փոխանցել այն ինչ զգացել եմ երգի ընթացքում, բայց դու այսօր իմ աչքերում արցունքներ բերեցիր, բայց գիտես ինչի, ես հպարտության արցունքներ էին, Աստված օրհնի քեզ, դու շատ հզոր տեսակ ես, ուզում եմ միշտ այսպես գեղեցիկ լինես, լուսավոր, պայծառ եւ ուժեղ, Աստված օրհնի քեզ։ Շնորհակալություն շատ։ Ես եմ շնորհակալ, որ դու կաս։ Ես քեզանից սովորեցի այսօր շատ բաներ։ Շատ շնորհակալ ենք։ Մերի ջան, մեր հաղորդման գլխավոր հովանավորի կողմից փոքրիկ նվերանակ ընկալ քեզ, որպես շնորհակալություն քո այսօրվա ներկայության։ Եվ ինչպես նշեցինք Արշակյանը, իսկապես վարքյաններ կան, որ կյանք արժեն։ Մի վարքյան կյանք ապրել կյանքում, թե կյանքն ապրել առանց վարքյան։ Մի վարքյանում այնքան է կյանք, որքան վարքյան չկա կյանքում։ Մի կյանք ես դու, ես մի վարքյան։ Իմ կյանքը լի է վարքյանով, իսկ քո վարքյանը լի կյանքով։ Առանց կյանքի վարքյան չկա, առանց վարքյան էլ կյանք չկա։ Ախ Երանի, մեր ողջ կյանքում ապրենք կյանքը մի վարքյան։ 13 շաբաթ շարունակ նրանք ելույթ են ունեցել ձեզ համար այստեղ երազանքի բեմում ձևավորված յուրահատուկ հնգյակ, յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ ոճը, ձայնը, ասելիքը, յուրաքանչյուրը Հայաստանի տարբեր կետերից է եւ այսօր նրանցից 4-ը կհայտնվեն կիսաեզրափակչում, միայն մեկ մասնակից չի հայտնվի այնտեղ, կիսաեզրափակչում անպայման հատուկ ելույթով միայնակ ելույթ է ունենալու։ Եկավ այդ բարդ ու պատասխանատու պահը, երբ հարգարժան ժյուրին պետք է տա իր միավորները եւ մենք ամփոփենք ու հասկանանք, թե ինչ է մեզ սպասվում։ И береза без ветвей, но ты без меня один. Аж хуже. Երազանքի բեմ նախագծի գլխավոր հովանավորն է Իջևանի գինու կոնյակի գործարանը, որը հայտնի է իր բարձրորակ գինիներով, զանազան պահածոներով եւ բնական հյութերով։ Գործարանը համադրում է ավանդույթն ու նորարարությունը, օգտագործելով Տավուշի մարզի բերքարատ բնության պարգևները։ Այսօր Իջևանը հանդիսանում է Հայաստանի առաջատար արտադրողներից մեկը, իր արտադրանքը ներկայացնելով տեղական եւ միջազգային շուկաներում։ Իջևանի գինու կոնյակի գործարանը հպարտությամբ կանգնած է Երազանքի բեմ նախագծի կողքին։ Երազանքի բեմ նախագիծը շարունակում է ATV եթերում։ Ինձ մոտ է արդեն ծրարը, որտեղ նշված է այն մասնակցի անունը, ում մի փոքր չհերիքեց հասնել կիսաեզրափակիչ։ Ես իմանեմ։ Առաջարկում եմ ասել այն մասնակիցների անունները, ովքեր անցնում են կիսաեզրափակիչ։
Եվ այսպես կիսա եզրափակչում է Անահիտ Գալստյանը կիսա եզրափակչում է Անգելինա Ղանդիլյանը Կիսա եզրափակչում է Ով է նա Գյումրի ունենք, մայրաքաղաք Երևան ունենք Յուխսարուխան Ալեն Գոքոյան Մարգարիտ Օհանյան եւ Արման Հայրյան հետաքրքիր ճանապարհ են անցել երկուսն էլ յուրահատուկ գույն, ոճ, տեխնիկա, վոկալ մեկը ներկայացնում է Վայոց ձորը Գյուխաչիկը մյուսը Արցախ աշխարհը Հադրութը Ով է նրանցից կիսա եզրափակչում Խորը շունչ խնդրում եմ բալիկներ Եվ կիսա եզրափակչում է Վայանո հիտո Արման Հայրյանը Բայց ազնվության համար ուզում եմ նշել, որ ընդամենը մեկ միավորով Ընդամենը մեկ միավորով Մեր նախագիծը այսօր լքում է Մարգարիտ Օհանյանը Չեք լացում Մեր շատ սիրելի Սևուկը Բայց Սևուկը տեսեք ինչերի է հասնելու այլ կլսեք դեռ Իվ ձայնը Այո Ես քեզ խոստացել եմ կիսա եզրափակչում մի այնպիսի համար, որ բոլորը ասեն, ախ ինչպես, համաձայն ես, ցույց կտանք դա։ Այո Մարգարիտա ջան, ունես խոսք։ Այս նախագծի շնորհիվ մենք ունեցանք մեծ ձեռքբերումներ, բոլորի շնորհակալություն եմ հայտնում։ Կեցես, ապրես։ Ու ամենամեծ ձեռքբերումը դանոր ընկերներն էին։ Այսօրը մեզ համար իսկապես տոն է, հատկապես, որ իր ներկայությամբ մեզ պատվել է։ Սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանը։ Անձրևն է գալիս ու հանդարտվում Քաթիլը խոնավ մեր շուրջն է իջնում Շամփան մեր սիրո նեղմոր են թրջում Անձրևի նեշքո մեր սերն ամրացնում Բարող կաթիլներն են մեզ սեր բաժանում Պարզ լույսի ներքո հոգին մեր լցնում Մեր սրտի երգը քամին նվագում Քո կողքին ասես աշխարհն է փայլում Թրջող կաթիլներ մեզ սեր բաժանում Պարզ լույսի ներքո հոգին մեր լցնում Մեր սրտի երգը քամին նվագում Քո կողքին ասես աշխարհն է փայլում
աչքերս տեսնում են երկինքը վեր Կարոտս զսպում եմ դու քո բույրով անվերջ ապրում Հայացքով իմ անմեղ անձրևին եմ պատմում Որ իմն ես դու Որ իմն ես դու Թրջող կաթիլն է մեզ սեր բաժանում Պարզ լույսի ներքո հոգին մեր լցնում Մեր սրտի երգը քամին նվագում Քո կողքին ասես աշխարհն է բայրում Բարող կաթիլներն են մեզ սեր բաժանում Թրջող կաթիլն է մեզ սեր բաժանում Պարզ լույսի մեջ քո հոգին մեր լցնում Մեր սրտի երգը քամին նվագում Քո կողքին ասես աշխարհն է բայրում Թրջող կաթիլն է մեզ սեր բաժանում Պարզ լույսի մեջ քո հոգին մեր լցնում Մեր սրտի երգը քամին նվագում Քո կողքին ասես աշխարհն է բայրում Քո կողքին ասես աշխարհն է Հասմիկ Կարապետյան Երազանքի բեմում էր Հասմիկ Կարապետյանը, իսկ մենք կհանդիպենք արդեն կիսա եզրափակչում հաջորդ շաբաթ